Ինչ կանեիք դուք, եթե ձեզ հասված յուրաքանչյուր հարված իրականում ցավ պատճառեր հենց հարվածողին։ Այսօր կպատմենք Քելլիի մասին, մի տղայի, ում ողջ դպրոցը ծաղրում էր նրա տարօրինակ սովորությունների համար։ Բայց ամեն ինչ փոխվում է այն օրը, երբ նա ստանում է մի հին ուժ, որը նրան դարձնում է անխոցելի, իսկ նրա թշնամիներին՝ սեփական ագրեսիայի զոհը։ Պատրաստվեք, սա «Չբուժողը» ֆիլմն է, որտեղ վրեժը սահմաններ չի ճանաչում։ Գիշերով Ֆլյուգեր անունով մի մարդ գերեզման է փորում։ Հանկարծ կայծակը հարվածում է, նրան հետ շպրտելով դեպի մեքենան։ Դողալով, բայց միաժամանակ ժպտալով, նա հեռանում է դեպքի վայրից։ Քելլին, ամաչկոտ մի դպրոցական, գնում է խանութ, սնունդ գնելու։ Դուրս գալիս նա բախվում է իր սիրած աղջկան, Դոմինիկին և նրա ընկերուհուն, Սարային։ Թեև Դոմինիկը, կարծես թե, հետաքրքրված է նրանով, Քելլին չափազանց ամաչկոտ է նրա հետ խոսելու համար։ Քելլին ունի սննդային խանգարում, որը ստիպում է նրան ուտել ոչ ուտելի իրեր։ Դպրոցի խուլիգանները Նելսոնը, Ռիդը, Թոնին և Բրեդը բռնացնում են նրան այդ վիճակում և սկսում են ծաղրել։ Դոմինիկը փորձում է փրկել նրան, սակայն տղաները Քելլիին գլխիվայր նետում են աղբամանի մեջ և ձայնագրում այդ ամենը։ Բարեբախտաբար, հայտնվում է խանութի տերը և դադարեցնում է քաշքշուկը։ Դպրոցում Քելլիի վիճակը վատանում է։ Նա բնակվում է վագոն տնակում իր մոր, Բերնիսի հետ։ Մենք տեսնում ենք Ռեդ Էլկին, ով ինչ-որ ծիսակատարություն է անում։ Բժիշկը հետազոտում է Քելլիին և խորհուրդ տալիս դիմել մասնագետի, քանի որ տղայի խնդիրը հոգեբանական է, այլ ոչ թե ֆիզիկական։ Այդ ընթացքում Ֆլյուգերին հաջողվում է համոզել մի խումբ մարդկանց, որ նա կարող է իր ձեռքերով բուժել ցանկացած հիվանդություն, գումարի դիմաց։ Ոտքերի խնդիրներ ունեցող մի կին համաձայնում է բուժմանը։ Ֆլյուգերը ձեռքերը դնում է նրա ծնկներին, և կինը հրաշքով բոլորի աչքի առաջ ապաքինվում է։ Տպավորված լինելով, Բերնիսը խնդրում է Ֆլյուգերին օգնել իր որդուն, և նա համաձայնում է։ Ավելի ուշ Ռեդ Էլկը մարտահրավեր է նետում Ֆլյուգերին, պահանջելով վերադարձնել բուժելու ուժը, որը հարյուրավոր տարիներ պատկանել է իր նախնիներին։ Նա զգուշացնում է. յուրաքանչյուր ոք, ով կփորձի ինձ վնասել, միայն ինքն իրեն կվնասի։ Ֆլյուգերը հրաժարվում է վերադարձնել ուժը և հեռանում է Բերնիսի հետ։ Ժամանելով Քելլիի տուն, Ֆլյուգերը նախքան օգնելը վճարում է պահանջում։ Նա դիպչում է Քելլիին, բայց իրեն վատ է զգում և գնում է լոգարան։ Վերադառնալով նա ծխում է, և երբ նորից է դիպչում Քելլիին, զգում է տղայի բոլոր հիվանդությունները և հանկարծամահ է լինում։ Քելլին արթնանում է և երկար ժամանակ անց առաջին անգամ մորն ասում է, որ քաղցած է։ Բերնիսը նկատում է, որ Քելլիի կրծքի սպին անհետացել է։ Հաջորդ առավոտ Քելլին պատահաբար կտրում է մատը, բայց վերքն ակնթարթորեն լավանում է։ Նա պատմում է մորը, բայց վերջինս չի հավատում նրան, ուղղակի ուրախանում է, որ որդին ապաքինվել է։ Ավելի ուշ, երբ Քելլիի հեծանիվը փչանում է, նա նորից հանդիպում է Դոմինիկին, ով նկատում է, որ Քելլին ինչ-որ կերպ փոխվել է։ Երբ տղան հեռանում է, հայտնվում է Նելսոնը և փորձում է հարձակվել նրա վրա, բայց յուրաքանչյուր հարված հետ է մղվում հենց իր վրա, ստիպելով նրան վախից փախչել։ Քելլին մորը հայտնում է, որ աշխատանք է գտել։ Հանկարծ դուռը ուժգին թակում են։ Գասը, Նելսոնի հայրը և դպրոցի մարզիչը, ուզում են իմանալ, թե ով է ծեծել Գասի որդուն։ Քելլին փորձում է բացատրել, բայց Գասը չի հավատում, ինչը բարկացնում է Բերնիսին, և նա դուռը շրխկացնում է մարզչի երեսին։ Դրանից հետո Քելլին մորը ցույց է տալիս իր ուժը։ Նա խնդրում է մորը կծմթել իրեն, և մայրն ինքն է զգում այդ ցավը։ Նա նույնիսկ ապացուցում է, որ կրակը չի կարող վնասել իրեն։ Դպրոցում դասի ժամանակ Սարան Դոմինիկին մազակապ է տալիս։ Քելլին, ով նստած էր Դոմինիկի հետևում, նկատում է, թե ինչպես է մազակապն ընկնում իր առջև։ Նա զգուշությամբ վերցնում է այն։ Քելլին պատկերացնում է, թե ինչպես է ինքը Դոմինիկի հետ մի շոգ սենյակում և փորձում է զովացնել նրան։ Իրականում Դոմինիկն անսովոր զգացողություն է ունենում, նույնը զգում է նաև Սարան։ Քելլիի երևակայության մեջ նա գրկում է երկուսին էլ, ինչը նրանց գրգռվածություն է պատճառում, մինչև որ Սարան դասարանում ձայն է հանում։ Քելլին վայր է ընկնում աթոռից և արագ հեռանում, աղջիկներին թողնելով շփոթված վիճակում։ Այդ գիշեր նրանք բոլորը հանդիպում են լողափին, որտեղ Նելսոնն ու իր ընկերները նեղացնում են Դոմինիկին։ Քելլին տեսնում է դա և առաջ է գալիս նրան փրկելու։ Տղաները սպառնում են նրան, բայց իմանալով իր գերբնական ուժի մասին, Քելլին այլևս չի վախենում։
Գասը հրահանգում է տղաներին հետ քաշվել, բայց նաև զգուշացնում է Քելլիին, թե ինչ կանի նրա հետ, երբ պարզի ճշմարտությունը։ Բարկացած Քելլին հեռանում է հեծանվով։ Բրեդն ու ընկերները սպորտային մեքենայով հետապնդում են նրան, վախեցնելու համար։ Ի վերջո, Քելլին ընկնում է հեծանվից, և մեքենան հարվածում է նրան։ Սակայն վնասվածք ստացողը Բրեդն է լինում։ Շոկի մեջ հայտնված մյուս տղաները դուրս են գալիս մեքենայից և փորձում շտապ օգնություն կանչել։ Բայց տեսնելով Քելլիին անվնաս, նրանք լքում են Բրեդին ու փախչում։ Ավելի ուշ Քելլին փոխում է շապիկը և տեսնում, թե ինչպես են իր վերքերն ակնթարթորեն բուժվում։ Դոմինիկն ու Սարան գտնում են լքված մեքենան ճանապարհի եզրին և տեսնում են Քելլիին, առանց մի քերծվածքի։ Նա ամեն ինչ բացատրում է նրանց։ Ի վերջո, ժամանում է ոստիկանությունը Քելլիի մոր հետ։ Շերիֆը հարցաքննում է խմբին, ովքեր ստում են, պնդելով, թե Քելլին է առաջացրել վթարը, նետվելով մեքենայի առաջ։ Հաջորդ առավոտ Դոմինիկն ակնարկում է կինոթատրոն գնալու մասին, սակայն Քելլին չի հասկանում ակնարկը, ուստի աղջիկն ինքն է նրան ժամադրության հրավիրում։ Այդ ընթացքում Նելսոնն ու նրա ընկերները ծրագրում են իրենց վրեժը։ Երեկոյան Քելլին իր մոր հետ է, ով իրեն լավ չի զգում, ուստի տղան դուրս է գալիս դեղորայք գնելու, խուլիգանները սպասում են տնակ ավտոմեքենայի մոտ, և հենց Քելլին հեռանում է, նրանք գործի են դնում իրենց ծրագիրը, նրանք կապում են տնակի հիմքը բեռնատարին և քաշում այն, ինչի հետևանքով տնակը փլուզվում է։ Ներսում թողնելով Բերնիսին, հարվածից գազի արտահոսք է տեղի ունենում, և կարճ ժամանակ անց տնակը պայթում է, երբ կինը դեռ ներսում էր։ Քելլին դուրս է բերում մորը կրակի միջից, բայց արդեն ուշ էր։ Ավելի ուշ, հիվանդանոցում, շերիֆը վերադարձնում է Քելլիի իրերը, Բրեդ էլ օգնություն է խնդրում շերիֆից, վերականգնելու այն ուժը, որը, նրա պնդմամբ, պատկանում է իր ժողովրդին։ Սակայն շերիֆը չի հավատում նրան, մորը հրաժեշտ տալուց հետո Քելլին շտապում է Ֆլյուգերի գերեզմանի մոտ, հետևելով Քելլին, Դոմինիկն ասում է, որ անարդար է նրա հեռանալը, ապա համբուրում է նրա այտը, Քելլիին քաջություն տալով վերջապես համբուրել իրեն այնպես, ինչպես միշտ երազել էր։ Աղջիկը հասկանում է, որ հենց Քելլին էր կանգնած այն տարօրինակ զգացողությունների հետևում, որոնք ինքը զգացել էր այդ օրը դասի ժամանակ։ Այսպիսով, նա հրաժեշտ է տալիս և հեռանում։ Քելլին ուտում է Ֆլյուգերի գերեզմանի վրայի տերևից, բայց անմիջապես սրտխառնոց է ունենում։ Սարան, ով հեռվից հետևում էր, տեսնում է այդ ամենը։ Ավելի ուշ շերիֆը Քելլին տանում է նրա նոր ժամանակավոր տուն, նշելով, որ կարծես թե ինչ-որ մեկը վնասել է մոր տնակի հենասյուները նախքան պայթյունը։ Հենց այդ պահին Քելլին նկատում է իր մոր մահվան համար պատասխանատու մարդկանց, ովքեր արագ քշելով անցնում են իրենց կողքով, զայրացած նա ցատկում է մեքենայից, խումբն ուղղվում է դեպի գետը, որտեղ Թոնին ցատկում է ջուրը։ Քելլին գտնում է նրանց շորերը, վերցնում Թոնիի շապիկի մի կտորը և օգտագործում իր ուժը Թոնիին խեղդելու համար։ Նելսոնը Թոնիին ափ է հանում, բայց արդեն ուշ էր, տեսնելով Քելլիին, Ռիդը փախչում է։ Քելլին պատրաստվում էր հաշվեհարդար տեսնել հաջորդի հետ, երբ ժամանում է շերիֆը, ստիպելով Քելլիին դիմել փախուստի։ Այդ գիշեր նա գնում է Դոմինիկի մոտ և խոստովանում վրեժխնդրության իր ծրագիրը, սակայն աղջիկը համոզում է նրան, որ վրեժ լուծելու փոխարեն նա պետք է ստիպի տղաներին խոստովանել մեղքը։ Հաջորդ օրը դպրոցում Քելլին հունից հանում է Թոնիին, ով զայրացած քիմիկատներ է նետում նրա վրա, բայց արդյունքում այրում է սեփական դեմքը։ Սարան հարվածում է Քելլիին գոտկատեղից ներքև, և նա առաջին անգամ զգում է, թե ինչ է նշանակում ցավ զգալ այդ հատվածում։ Քելլին պատրաստվում էր դիմակայել Նելսոնին, բայց շերիֆը ժամանում է Թոնիին օգնելու համար, Քելլիին փախչելու հնարավորություն տալով։ Այդ երեկո Սարան պատմում է Նելսոնին, որ տեսել է, թե ինչպես է Քելլին ուտում այդ տարօրինակ տերևները։ Հասկանալով, որ դա կարող է լինել նրա թույլ կողմը, նրանք որոշում են տերևներ հավաքել Ֆլյուգերի գերեզմանից։ Հաջորդ առավոտ Ռեդ Էլկը թույլտվություն է ստանում բացել Ֆլյուգերի գերեզմանը, մինչդեռ Գասը մարզում է Նելսոնին։ Այդ ընթացքում շերիֆը գտնում է այն շղթան, որն օգտագործվել էր Բերնիսի տնակը վայր գցելու համար, և դիմակայում է տղաներին։ Քելլին գաղտնի սողոսկում է նրանց բեռնատարի մեջ, գտնում է գայլիկոնը և ուտում ներքնազգեստի մի կտոր։ Նելսոնի ձեռքին տերևներն են, սակայն Քելլին վնասում է իրեն գայլիկոնով, ստիպելով Նելսոնին խոստովանել։ Շերիֆը փորձում է հանգստացնել Քելլիին, խոստովանելով, որ գիտի նրա ձեռք բերած ուժի մասին։ Դոմինիկը ժամանում է հենց այն պահին, երբ Գասը փորձում է կանգնեցնել Քելլիին, բայց փոխարենն ինքն է ընկնում գետնին։ Նելսոնը հեղուկ է լցնում Քելլիի վրա, ինչը թուլացնում է նրան, բայց Դոմինիկն արագ սրբում է այն։ Գասը վերցնում է շերիֆի ատրճանակը և նշան բռնում Քելլիի վրա, բայց երբ սեղմում է ձգանը, սպանում է և իրեն, և իր որդուն Նելսոնին։ Դրանից հետո Դոմինիկն ու շերիֆ Ադլերը համոզում են Քելլիին վերադարձնել ուժը։ Այդ գիշեր Ռեդ Էլկը ծիսակարգ է պատրաստում այն հետ վերցնելու համար, սակայն Քելլին չափազանց երկար է պահել այդ ուժն իր մեջ։
Ինչի պատճառով անհնար է այն հեռացնել առանց նրան սպանելու, Քելին փորձում է փախչել, բայց սպաներից մեկը պատահաբար կրակում է և նրա, և Դոմինիկի վրա, մեռնելուց առաջ Դոմինիկն աղաչում է նրան բաց չթողնել ուժը, վճռականորեն տրամադրված Քելին որոշում է, որ ուժը կմեռնի իր հետ միասին, Քելին ուտում է ֆլյուգերի սիրտը, զգալով այն ամբողջ ցավը, որ նա կրել էր մինչև մահը։ Ավելի ուշ, երբ նրանց մարմինները տեղափոխում էին, Դոմինիկը հանկարծակի արթնանում է, այժմ արդեն ինքը տիրապետելով այդ ուժին և աչքերում ունենալով վրեժխնդրության ծարավ, այսքանով ավարտվում է այսօրվա տեսանյութը, շնորհակալություն դիտման համար։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք սեղ 1 հավանել կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ,